Ողջույն ձեզ։ Արդեն երկրորդ օրն է, ինչ գտնվում եմ հայրենիքում ու այս անգամ որոշել էի չխոսել, բայց անկեղծ պիտի լինեմ ձեզ հետ, լռել էլ չեմ կարող։ Ուղղակի զուտ ուզում եմ ձեզ հետ կիսվել այն ամենով, ինչին ականատես եմ եղել ես երեկ Երևանի փողոցներում։ Երեկ ուշ երեկոյան որոշեցի քայլել Երևանի փողոցներով, քայլել եմ երևի 3-4 ժամ ու քանի որ ես հայրենիքում տարվա մեջ մի քանի անգամ լինում եմ, պիտի անկեղծ ասեմ ձեզ, որ ես նմանատիպը չէի տեսել մինիմում վերջին 10 տարիներին։ Փողոցները մարդաշատ էին, շատ մարդաշատ։ Ասեղ գցելու տեղ չկար։ Եվ փողոցները հատկապես մարդաշատ էին հայրենիքից դուրս ապրող հայերով։ Ինչի եմ այդպես մտածում, որովհետև նրանցից շատ-շատերը ես նկատեցի, որ միմյանց հետ շփվում էին ոչ հայերենով։ Ու ես ենթադրում եմ, որ նրանցից շատ-շատերը հենց այս պահին գտնվում են հայրենիքում ոչ թե զուտ պտտվելու նպատակով, այլ նրանցից շատերը հենց այս պահին գտնվում են հայրենիքում մասնակցելու ընդամենը մի քանի օրերից կայանալիք ընտրությունների։ Ու այստեղ ակամայից մի հատ շատ կարևոր հարց է ծագում, ինչը վերաբերվում է մեզ բոլորիս։ Արդյոք բոլոր այն մարդիկ, ովքեր ընտրելու իրավունք ունեն, գիտակցում են, որ անկախությունը բացարձակ արժեք է եւ այն որևէ պարագայում չի կարելի սակարկել։ Արդար լինելու համար պիտի ասեմ տղերք։ Իհարկե վստահ եմ դուք էլ գիտեք դրա մասին, բայց պիտի ասեմ։ Նիկոլը, որ չլիներ, ձեզանից մինիմում 2-ը հաստատ եպիսկոպոս չէր ձեռնադրվելու հիմա, հասկանում ես։ Մեկ էլ աչքովս մի բան ընկավ, ինչը երբեք չէի տեսել նախկինում։ Համենայն դեպս ես չէի տեսել նման բան, որ ամենայն հայոց կաթողիկոսը Սուրբ Սեղանի վրայից Անանիա եպիսկոպոսի գովքն էր գովում։ Ինձ համար դա նորություն էր։ Անենց խոսեց Անանիա եպիսկոպոսի մասին, անենց գոված, անկեղծ ես արդեն փոշմանում եմ, որ ես իր հետ այստեղ մեր թեմում ծառայած ժամանակ շփում չեմ ունեցել։ Ախր իր ձայնը դուրս չէր գալի, որ իր հետ շփում ունենայի։ Ախր մեր առաջնորդանի security-ները անգամ իրան չեն ճանաչում դեմքով, գոնե, էլ չեմ ասում հավատացյալները, հասկանում ես։ Ինչ առաջնորդական փոխանորդ, լուրջ եք ասում, բայց քանի որ դուք իր մասին տենց մեծ կարծիք ունեք, ես մի հատ լավ առաջարկ ունեմ։ Քանի որ այդ թեմում մեր վրա առաջնորդ չեկավ տենցել, որտեղ էր Լատվիա էր, Լիտվա էր, ուղարկեք իրան այնտեղ, ինքը այդ թեմը վստահ եմ կծաղկեսնի։ Իսկական իր համար է այդ թեմը ստեղծված, հասկանում ես։ Բարի լույս ձեզ, լավ մնաք, ես էլ իմ սուրճս վայելեմ։ Բարի օր ձեզ։ Քանի որ երեկվա իմ կողմից պատրաստված տեսանյութը շատ մարդ է դիտել եւ հատկապես շատ հոգեվորականներ են դիտել, որովհետև բազում զանգեր եմ ստացել տարբեր հոգեվորականների կողմից, որոշեցի հանուն արդարության շարունակել խոսել ընդամենը օրեր առաջ տեղի ունեցած եպիսկոպոսական ձեռնադրությունից, ու քանի որ ես բավականին հին մարդ եմ համարվում մեր եկեղեցում եւ գրեթե բոլոր հոգեվորականներին շատ լավ ճանաչում եմ, ինձ համար այսպես մի հատ ցանկ եմ պատրաստել վարդապետների անուններ եւ հիմա մի հատ հարց եմ բերել մեջտեղ։ Եվ մեր հոգեվորականներին եւ ընդհանրապես մեր հավատացյալներին, ովքեր որ ճանաչում են մեր բոլոր հոգեվորականներին, մի հատ հարց եմ ուզում տալ։ Ասենք այս 4 վարդապետները, ովքեր որ դարձան եպիսկոպոսներ, նրանցից մինիմում 2-ի փոխարեն ինչի չդարձան այն վարդապետները, ում անունները ես հիմա պիտի տամ։ Օրինակ, հայր Սասունը, հայր Ներսեհը, հայր Բարսեղը, հայր Թադեոսը, հայր Բաբկենը, հայր Արենը, հայր Զարեհը, հայր Սամվելը, այսինքն չէ, հայր Սամվելինը ենթադրում եմ քաղաքական է, ենթադրում եմ քրեակատարողական հիմնարկից նրան թույլ չտվեցին, որպեսզի նա դառնա եպիսկոպոս, այնտեղով մնաց հայր Տաճատը, հայր Շնորհքը, հայր Գարեգինը, այստեղ անուններ կարդացի, որոնցից շատերը արդեն պատկառելի տարիք ունեն եւ երկար տարիների վաստակ ունեն, երկար տարիները ծառայում են Հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցում։ Եթե այս 4 եպիսկոպոսներից մինիմում 2-ին ինչ որ միտում չկար, հատուկ առաջադրանքով չէ, որ ձեռնադրել են եպիսկոպոս, այդ դեպքում ինչի այսին թվարկած անուններից
ոչ մեկ չդարձան եպիսկոպոսներ եւ հենց հատկապես այս 4 վարդապետները դարձան եպիսկոպոսներ։ Իմիջիալոց, այս թվարկած անուններից շատերը տարբեր թեմերում ծառայում են որպես հովիվներ։ Մինչդեռ իրենք կարող էին տարբեր թեմերում դառնալ առաջնորդներ, բարձր պաշտոններ զբաղեցնել, նորից եմ կրկնում, ունեն պատկառելի տարիք, ունեն վաստակ, երկար տարիների ծառայության փորձ։ Մտածել եք, մտածեք, հասկանում ես։ Ես մեր քահանա հայրերին մի հատ շատ լուրջ հարց ունեմ։ Հիմա գիտեմ, ոմանք ասելու են, որ նման հարցը չի կարելի հանրայնացնել, իսկ ես հակառակն եմ մտածում։ Նման հարցը պարտադիր է հանրայնացնելը։ Եվ դիմում եմ ոչ միայն մեր քահանա հայրերին, այլ ընդհանրապես դիմում եմ բոլոր այն ծնողներին, ովքեր իրենց համարում են հայ առաքելական Սուրբ եկեղեցու հետևորդներ, եւ ովքեր ունեն զավակներ, թոռներ, եւ ովքեր իրոք մտահոգված են իրենց զավակների վաղվա օրով։ Դուք ձեզ հարց տվել եք քահանա հայրեր։ Ինչպիսին են լինելու սրանից 20-30 տարիներ հետո մեր հոգևորականները, մեր զավակների, մեր թոռների հոգևորականները։ Արդյոք այդ հոգևորականները իրենց առաքելության մեջ են լինելու եւ արդյոք այդ հոգևորականները մեր զավակներին, մեր թոռներին Աստծո խոսքն են քարոզելու, տանելու են դեպի փրկություն։ Սա շատ լուրջ հարց է ու հաշվի առնելով այսօրվա որոշ հոգևորականների վարքագիծը, նրանց ամեն ինչով զբաղվելը, բացի իրենց առաքելության մեջ լինելը, այո, ես իբրև ծնող, իբրև Հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցու հետևորդ, Մայրաթոր Սուրբ Էջմիածնի զավակ մտահոգված եմ իմ վաղվա օրվա հոգևորականներով։ Եվ եթե մենք այսօր բոլորս միասին, ոչ միայն քահանա հայրերով, այլ ընդհանրապես հավատացյալներով չառնենք նման հոգևորականների դիմացը եւ նրանց կարգի չհրավիրենք, վաղը սրանից 20-30 տարիներ հետո մենք չգիտեմ ինչքան վատ հոգևորականների սերունդ ենք ունենալու։ Ես ձեզ ամենայն լրջությամբ եմ ասում սա։ Ու եթե որևէ մեկը եւ որևէ հոգևորական կուզի այս թեմայի շուրջ ինձ հետ խոսել, եթե բոլորը ունեն իմ հեռախոսի համարը, ինձ հետ կապտվելը դժվար չէ։ Անգամ ես պատրաստ եմ, չգիտեմ, 10, 20, 30, 100 հոգևորականների հետ հանդիպել եւ այս թեման քննարկել։ Սա շատ լուրջ հարց է, այնպես որ խնդրում եմ իբրև հոգևորականներ, իբրև ծնողներ անդրադարձեք այս հարցին։ Հիմա գիտեմ, խոսելու եմ ու ոմանք էլ շատ ծանր են տանելու այս իմ խոսեցածը, բայց դե իրենք վաղուց պիտի համակերպված լինեին, ինչ ճանաչելով հանդերձ, որ ես սիրում եմ իրերը իրենց անուններով կոչել եւ այսպես ուղիղ ճակատներին շղկացնել այն, ինչ կա։ Այստեղ մեզ մոտ Լոս Անջելեսում շատ հայտնի հեռուստաալիք կա, Channel 7 է կոչվում, այսինքն 7-րդ ալիք, եւ սրանից 8-9 տարիներ առաջ Channel 7-ի հյուրն էր Մեծիտան Ընկիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինը։ Եվ այդ հաղորդման շրջանակներում հաղորդավարը Մեծիտան Ընկիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինին ներկայացրեց ոչ թե միայն Մեծիտան Ընկիլիկիո կաթողիկոս, այլ ներկայացրեց ամենայն հայոց կաթողիկոս։ Եվ ես այն ժամանակ էլ եթեր արեցի, խոսեցի սրա մասին եւ նաեւ այն ժամանակվա Մայրաթորի լրատվականի բաժնի պատասխանատու Տեր Վահրամին մեսեջ ուղարկեցի, որ Տեր ջան, կարծեմ տեսանյութն էլ ուղարկեցի, որ Տեր ջան, նման բան է տեղի ունեցել եւ հարկավոր է արձագանքել սրան, սա նորմալ երևույթ չէ, երբ Մեծիտան Ընկիլիկիո կաթողիկոսին ներկայացնում են իբրև ամենայն հայոց կաթողիկոս։ Տերն էլ ինձ գրեց, դե որ դու արդեն անդրադարձել ես, դա արդեն բավական է։ Այսքանով ավարտվեց մեր խոսակցությունը։ Հիմա 3 աչքովս ընկավ, որ Մեծիտան Ընկիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինը իր 12 առաջնորդ եպիսկոպոսներով գտնվում է 4 օրյա այցով Վատիկանում եւ հանդիպել է Հռոմի Պապին, այսպես պրոտոկոլային շատ լուրջ հանդիպում, եւ բնականաբար հասկանում եք, չէ՞, նաեւ որ ինքը իր առաջնորդներին ներկայացրել է, ասենք մեկը Հունաստանի առաջնորդն է, մյուսը ասենք Միացյալ Նահանգներում Western Diocese-ի առաջնորդն է, եւ դուք հասկանում եք, չէ՞, որ Արամ կաթողիկոսը իր առաջնորդներին չի ներկայացրել, որ
այս առաջնորդները մեծի տան են Կիլիկիո կաթողիկոսության աթոռին պատկանող թեմերի առաջնորդներն են։ Նա ուղղակի ներկայացրել է, որ հայ առաքելական Սուրբ եկեղեցու թեմերի առաջնորդներն են։ Այդ դեպքում ուր մնացին մեր առաջնորդները։ Հիմա այստեղ երկրորդ հարցն է ծագում։ Վստահ եմ շատերդ հիշում եք, որ ընդամենը մի քանի ամիսներ առաջ ամենայն հայոց կաթողիկոսը նույն Հռոմի Պապին հանդիպեց Հռոմի Պապի ամառանոցում մեկ-երկու հոգևորականների հետ եւ ոչ մի օֆիցիալ հանդիպում, բայց հիմա արդեն 12 եպիսկոպոսների հետ միասին Մեծի տան Կիլիկիո կաթողիկոսը հանդիպել է Հռոմի Պապին Վատիկանում։ Ու այո, ես իբրև հայ առաքելական Սուրբ եկեղեցու հետևորդ, իբրև Հայաստանի այս առաքելական Սուրբ եկեղեցու հետևորդ, իբրև մարդ ով ծնվել է Հայաստանում, ով իրեն համարում է Սուրբ Էջմիածնի Մայրաթոռի զավակ, ես համաձայն չեմ եւ բնականաբար պիտի պատասխանատվություն կրեն բոլոր այն մարդիկ, որ ինչի համար է Մայրաթոռը պասիվ, ինչի համար են նման բաներ տեղի ունենում ընդհանրապես։ Այդ ոնց է պատահում, որ Մեծի տան Կիլիկիո կաթողիկոսը իր 12 եպիսկոպոսներով կարողանում է Վատիկանում օֆիցիալ հանդիպում կազմակերպել, իսկ մենք ոչ, ովքեր են մեղավորները, ով պիտի պատասխան տա։ Միգուցե սա շատ հավատացյալներին, պարզ հավատացյալներին թվա էսին բարձրացրած հարցը, ինչ հա որ հիմա որ Կարենը նման հարց է բարձրացրել, բայց սա լրջագույն, շատ լուրջ հարց է եւ այո, ես համաձայն չեմ Մայրաթոռի նման պասիվ կեցվածքի համար, ես համաձայն չեմ։ Առայժմ այսքանը։ Անգլերենով նրանց անվանում են frontman, այսինքն արչևի մարդ, դիմացի մարդ։ Բոլոր այն երկրներում, որտեղ որ կա մեծ կոռուպցիա կամ գործում է մաֆիայի օրենքները, կան frontman-ներ։ Այսինքն բոլոր այն չինովնիկները, մաֆիայի բոսերը, ովքեր որ ապօրինի ճանապարհներով միլիարդավոր դոլարներ են վաստակել, իրենց այդ միլիարդավոր դոլարները ռեալիզացնելու համար նրանց հարկավոր են ֆրոնտմենները։ Իրականում այս ֆրոնտմենները հանրությանը հայտնի են իբրև օֆիցիալ գործարարներ, միլիարդատերեր, Forbes-ում են գրանցված, բայց մեծ հաշվով նրանք բացի իրենց շքեղ ճոխ կյանքը, իրենց լաքժերի կյանքը, ուրիշ ոչ մի բան չունեն։ Կամ եթե բախտները բերի այդ միլիարդավոր դոլարներից էլ մի քանի տասնյակ միլիոն դոլարներ կարողանան հափշտակեն, դա է իրենց ունեցածը։ Այլապես իրենք բացարձակապես ենթարկվում են այդ չինովնիկներին կամ մաֆիայի բոսերին եւ պատկերացնում եք, չէ, առանց այդ չինովնիկների կամ մաֆիայի բոսերի որևէ որոշում նրանք կայացնելու իրավունք չունեն։ Հիմա ինչ եմ ուզում ասել։ Երբ որևէ մեկին մեծարում են կամ դարձնում են կուրք կամ ամենակարողը, հարկավոր է նախքան այդ մի հատ ճշտել, հարկավոր է այդ մարդու անցած ճանապարհը նայել, հաշվի առնել նրա մտավոր կարողությունները, նրա գիտելիքները, ստացած ուսումը եւ հասկանալ արդյոք այդ մարդը կարող էր դոլարային միլիարդատեր լինել, թե իրականում նա հենց այո ֆրոնտմեն է։ Ու իմ կարծիքով դժվար բան չէ, եթե մի քանի րոպե անգամ տրամադրեք, դուք կարող եք հասկանալ տվյալ մարդը կոպիտ ասած այն փողոցի լեզվով ասած ուրիշի բերնով է խոսում, թե այդ իր ունեցած կարողությունը հենց իրենն է։ Ես առիթ ունեցել եմ 1, 2, 3 անգամ շփվելու իրական դոլարային միլիարդատերերի հետ։ Ու ամենայն անկեղծությամբ ձեզ ասում եմ, եթե դուք շփվեք նման մարդկանց հետ, դուք անմիջապես կհասկանաք տարբերությունը ֆրոնտմենի կամ իրական միլիարդատերի հետ։ Ասածիս իմաստը հենց այդ էր, որ ուղղակի առանց մարդուն ճանաչելու չի կարելի մարդուց կուրք դարձնել, չի կարելի մարդուն, չգիտեմ, տենց դարձնել ամենակարողը, որևէ մեկին չեմ թիրախավորել, որևէ մեկին անվանական չեմ ուզում անդրադառնալ, ասացի այն, ինչ մտածում էի, հետևություններն էլ թողնում եմ ձեզ, բարի օր ձեզ։